Վրաստանի թեման շատ պոպուլար դարձավ, մանավանդ TikTok-ում, YouTube-ում, Facebook-ում էլ շատ կոմենտներ եմ ստանում ու շատ անձնական նամակներ եմ ստանում։ Վրաստանի հայերը շատ արձագանքեցին ու գրեթե բոլորը իմ հետ հավաձայն են, ոչ մի նեգատիվ կոմենտ չեմ ստացել իրանցից, բայց ես ինչպես միշտ կանդրադառնամ այն մարդկանց, ովքեր իմ հետ համաձայն չեն։ Դուք միշտ ինձ ասում եք, ինչի ես միշտ նեգատիվ կոմենտներին անդրադառնում, ինչի չես պատմում նրանց մասին, ովքեր լավ կոմենտներ են գրում, դե ժողովուրդ ջան, լավը տենց էլ պարզ է լավ, բայց վատը պետք է նշել, խոսալ դրա մասին, հասկանալ ինչ են իրանք ինձ ասում։ Նոր կարդացի YouTube-ում մեկը գրել է, ինձ թվում է կին է գրել է, քո երկար լեզուն տակտեղից է դուրս գալիս, դու տակտեղ ես ապրում, տակտեղ ես նստած, իսկ իմ բարեկամներին, իմ քեռուն, իրա կնոջը վրացիները Թիֆլիսում կապել են ու գումար են պահանջել, փող են ինչ-որ ունեցվածք են պահանջել։ Դե ճիշտն ասած ես դա չեմ կարծում, որ Թիֆլիսում վրացիները դա արել են հատուկ հայ լինելու համար։ Ես խոսում եմ կոնկրետ հայ լինելու համար։ Այս դեպքում ինձ թվում է դա գողություն է եղել Թիֆլիսում, իսկ նա այն, որ վրացիները գող են, ավազակ են ու Եվրոպայում հենց գողություններով են շատ հայտնի ու բոլորն են արդեն դրա մասին խոսում, Եվրոպայում բոլորն են յախա թափում իրանցից, որ այդքան գողություն են անում, դա բոլորը գիտեն ու դա պարզ է։ Դրա համար այս դեպքում ես չեմ կարծում, որ իրանք դա արել են կոնկրետ հենց հայ լինելու համար, ավելի շուտ մտածել են, եթե հայ են, հարուստ են, փող կունենան, գողություն են արել։ Նենց որ իմ ձենը տակտեղից այդ պատճառով չի գալիս, բայց դուք ինչ եք առաջարկում դրանով, եթե վրացիները վատ են վերաբերվում հայերին ու դա արել են ձեր ասածով հենց նրա համար, որ իրանք հայ են, ուրեմն ինչ է տեղից ենթադրվում, դուք գրել եք, որ ասել են ռադներդ քաշեք մեր երկրից, հա, ուրեմն պետք է ռադները քաշեն, եթե իրանց վրա հարձակվում են հայ լինելու համար, ինչ եք դուք ինձ առաջարկում, ինֆորմացիոն պատերազմում ձեն չհանենք մենք, որտեղ իրանց վրա կարող է հարձակվեն, դա հնարավոր չի, իրանք պետք է երկրից դուրս գան, իսկ մենք պետք է Հայաստանի շահերը պաշտպանենք և ուզում մենք Հայաստանում ապրենք, ուզում Թուրքում ապրենք, մենք պետք է առաջնահերթ դնենք Հայաստանի շահերը ու մենք պետք է բարձրաձայնենք, որ վրացիք այդ ժողովուրդն են, որոնք հարձակվում են իրանց փոքրամասնության վրա հայ լինելու պատճառով, եթե իհարկե դա տենց է, ուրիշ ձև չկա։